Ինչ եք ընկել մեր հետևից։ Ագրեսիվ է պատասխանում Ջերմուկ գրուպի տնօրեն Աշոտ Արսենյանի որդին։ Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը երբ ընդամենը հարցնում եմ. ճիշտ է, թե փետրվարի 17-ին եւ մարտի 5-ին շշալցված Ջերմուկի վաճառքը արգելվել է ռուսական շուկայում։ Տեղեկությունը տարածել է Ռուսաստանի հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը։ Ինքը Ջերմուկ գրուպի տնօրեն Աշոտ Արսենյանը առավոտից զանգերի չի պատասխանում։ Այսինքն Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ջերմուկի արգելափակման վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առայժմ չի ստացել։ ՍԱՏՄ-ն հաղորդագրություն է տարածել, խոստանալով համապատասխան քայլեր ձեռնարկել իրավիճակը պարզաբանելու համար։ Ըստ ռուսական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովի, շրջանառության մեջ եղել է Ջերմուկի շուրջ 338,000 շիշ, որոնք արգելափակվել են մինչև ստուգումների ավարտը։ Որոշվել է արգելել Ռոսպոտրեբնադզորի դիմումից հետո։ Նամակում կառույցը պահանջել է միջոցներ ձեռնարկել կանխելու քաղաքացիների առողջությանը հասցվող հնարավոր վնասը, իբր Ջերմուկը խախտել է պարտադիր պահանջներ։ Նման միջադեպեր հաճախ են լինում։ Ջերմուկի առանձին խմբականակների իրացման արգելումը հայ արտադրողների համար լուրջ խնդիր չէ։ Ջերմուկի շուրջ ստեղծված աղմուկին անդրադառնալիս հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի նախկին ղեկավար Գենադի Օնիշչենկոն։ Նման դեպքեր հաճախ են լինում, երբ արգելվում է ոչ թե ամբողջ արտադրանքի, այլ առանձին խմբականակի իրացումը։ Վերջերս էլ բելառուսական մի ընկերությունից կաթնամթերքի ներմուծումն է սահմանափակվել։ Ջերմուկի դեպքում Օնիշչենկոյի խոսքով շշալցման տեխնոլոգիան կարող է խախտված լինել։ Օրինակ, շշերի մեջ գուցե ավելացված է եղել ջերմուկին ոչ բնորոշ նյութեր։ Ամեն դեպքում հայկական հանքային ջուրը շարունակում է մնալ ռուսական շուկայում։ Դաշնությունում մեկ էլ 2 տարի առաջ էր կասեցվել հայկական հանքային ջրի վաճառքը, երբ Հյուսիսային Օսիայի 65-ամյա մի բնակիչ էր մահացել ըստ ռուսական կողմի ջերմուկ խմելուց հետո։ Իբր շշում քացախաթթու է եղել։ 2 շաբաթ առաջ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերսկսեց 2 տարի առաջ հարուցված այս գործի քննությունը ի հայտ եկած նոր հանգամանքների հիմքով։ Ջերմուկ գրուպը գործի վերաբացումից հետո հայտարարեց, թե իր դեմ որևէ մեղադրանք չկա։ Ընկերությունը նաև նշել է, թե Ռուսաստանում ներկայացված քաղաքացիական հայցը բոլոր ատյաններում մերժվել է, իսկ փորձաքննությամբ արտադրանքի անվտանգության խախտումներ չեն արձանագրվել։ Լիլիթ Գասպարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։